Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցներում սեպտեմբերի 1-ին առաջին զանգը հնչել է մոտ 1470 դասարաններում։ Այս տարի մարզի հանրակրթական դպրոցներ կհաճախեն 27600 աշակերտ, որոնցից 3200-ը առաջին դասարանցիներ։ Նախորդ տարվա համեմատ այս տարի առաջին դասարան հաճախողների թիվն զգալիորեն ավելացել է։ Ուրախություն բոլորիս պետք է նշեմ, որ այս տարի մենք ունենք շուրջ 300 առաջին դասարանցիներ, մարզում կձևավորվի 10 առաջին դասարան, ավել դասարան։ Օգտվելով առիթից ես ուզում եմ շնորհավորել մեր մարզի մանկավարժական կոլեկտիվներին, երեխաներին, ցանկանալ նրանց առողջություն եւ հաջողություն։ Այսօր դպրոցներում ունեցած հանդիպումների ընթացքում Գեղարքունիքի մարզպետը ներկաների ուշադրությունը հրավիրեց Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից մատաղ սերնդի կրթության եւ դաստիարակության գործում ցուցաբերած ուշադրության վրա, ինչի շնորհիվ Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցներն աստիճանաբար վերածվում են միջազգային չափանիշներին համապատասխան կառույցների եւ նպաստում կրթության որակի եւ մատչելիության բարձրացմանը։ Նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ Մարտունու տարածաշրջաններ այցելել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, ով Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի հետ եղավ Երանոցի համար 1 եւ 2 միջնակարգ դպրոցներում։ Նրանք շնորհավորեցին դպրոցականներին եւ մանկավարժական կոլեկտիվներին գիտելիքի օրվա եւ նոր ուսումնական տարվա առթիվ։ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարը Երանոցի համար 1 միջնակարգ դպրոցին նվիրեց համակարգիչներ։ Ցանկացած բանից կարող է ծնողը զրկել իրեն, բայց երեխային կրթությամբ պետք է ապահովի։ Ես շատ ուրախացա, որ երբ ծանոթացա դպրոցների ընդհանուր մանկավարժական կոլեկտիվների նախորդ տարիների ունեցած արդյունքներին եւ այս վատթարագույն վիճակում գտնվող դպրոցը լավագույն կրթություն է ապահովում գիտելիքների տեսակետից շուրջ 250 երեխայի եւ մենք պարտավորված ենք առաջիկայում այս դպրոցի շենքը կառուցել, նոր շենք կառուցել իր բոլոր ուրեմն հարմարություններով, սպորտ դահլիճ, համապատասխան ճաշարան եւ այլն միջազգային չափորոշիչներով մենք դպրոց ենք ունենալու այս տարածքում եւ հաջորդ տարի այդ աշխատանքները սկսվում են։ Պրոցեսը սկսված է այլ վայրերում 8 դպրոցների հաջորդ փուլում Երանոց գյուղը կլինի, դա հանրապետության նախագահի հանձնարարականն է, խոստումն է, որը պետք է իրականացվի։ Գեղարքունիքի մարզի ղեկավարը դպրոցականներին եւ մանկավարժներին շնորհավորելու նպատակով այցելեց նաեւ Ձորագյուղի ավագ եւ հիմնական դպրոցներ, շրջեց դասասենյակներում, զրուցեց դպրոցականների եւ մանկավարժական կոլեկտիվների հետ, ծանոթացավ գործող նախակրթարանի պայմաններին։ Այսին նոր աշխարհ է, այսուր եմ եկել, հա, դպրոց եմ եկել, բարև դպրոց ես քո նոր զինակոչիկն է, եկել եմ ես պատար այրենի գանձերը նվաճելու։ Մենք դպրոց ենք գնում, սովորել ենք ուզում, այսուհետի գրքում մեծանալ ենք ուզում, առաջինս տարան, առաջին ուսուցիչ, առաջին անգամ այսօր շպտացի դու ինձ։ Ողջույն դպրոց ջեմ, ողջույն ես, թաղած բակ, խաղ, ծաղեր պակած, առանց գրիշտ է դուրգեր, մենք հոգիրն ենք, ահա եկել։ Նոր ուսումնական տարին մեկնարկեց նաև մարզում գործող 51 նախակրթարաններում, որոնցում ևս տեղի ունեցան տոնական միջոցառումներ։ Նոր ուսումնական տարվա կապակցությամբ Գեղարքունիքի մարզպետի կարգադրությամբ մարզի բոլոր հանրակրթական դպրոցներ էին գործուղվել մարզպետանի ղեկավար կազմը եւ ստորաբաժանումների ղեկավարները։ Հասմիկ Շահբազյան, Ֆելիքս Ղազարյան, Գեղամա օր։